Ասյան, բարև ձեզ, դուք հիմա նույնպես գտնվում եք Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց, որտեղ շուտով կսկսվի ակցիա իդեմ Նավասարդ Կճոյանի, եւ տեղյակ եք, որ այսօր ժամը 8-ին վերադառնում է Վեհափար Հայրապետը եւ կոչ կա, որպեսզի քաղաքացիները գնան Զվարթնոցից դիմավորեն իրեն, քանի որ մտավախություն կա, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ձերբակալին իրան հենց Զվարթնոցից։ Գիտեք, այն իրավիճակում, որում մենք բոլորս գտնվում ենք, ոչինչ բացառել հնարավոր չի, նույնիսկ այն, ինչ որ դուք ասեցիք, բազմաթիվ կարմիր գծեր են անցել այսօրվա իշխանությունները, ու չի բացառում, որ նույնիսկ այդ ահավոր քայլին գնան։ Կարող եմ ասել, որ միայն մի դեպքում դա հնարավոր կլինի կանխել, եթե մեծ քանակի հայրենիներ հավաքվեն, Հայաստանի ծառայական Սուրբ եկեղեցու հետևորդներ հավաքվեն եւ իրենց ներկայությամբ խանգարեն։ Եթե իսկապես նա այդպիսի ահավոր քայլի գնա։ Մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը կարելի ասել տապալվում է եւ երեք մեր եթերում դուք նույնպես շեշտեցիք, որ սա այն ճակատամարտն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը պարտվում է եւ արդեն սկսում է ահաբեկչության գնալ, այսինքն ԱԱԾ աշխատակիցները գնում են եկեղեցականների տուն եւ վաղը նա պատրաստում է գնալ 7 վերք եկեղեցի պատարագի, իբրև թե այսպես ասած ամսի 7-ի դեկտեմբերի 7-ի հիշատակ երկրաշարժի մահացածների համար եւ համ ոչ մի եկեղեցական, ով Շիրակի թեմից, ով կանցկացներ այդ պատարագը եւ այսօր հայտարարություն են տարածել Շիրակի թեմի քահանաները եւ առաջնորդը, որ նրանք երբեք չեն զեղչելու ոչ Վեհափար տիրոջ, ոչ էլ Միքայել Աջապահյանի անունը։ Տեսեք, ես ձեզ մոտ ելույթի ժամանակ էլ ասեցի, այդ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի համար եկեղեցին Աստծո տուն չի, ինքը այնտեղ իր գրպանային քահանային կարող է տանել եւ պատվիրել, որ այդ քահանան անի այն, ինչ որ իր կամքով է։ Գիտեք, այս իրավիճակը աբսուրդային է իր բոլոր դրսևորումներով։ Անհասկանալի է ինչ է իր համար եկեղեցին, իսկապես Աստծո տուն չի հաստատ, բայց ինչ է։ Ու կարող մի գրասենյակ, հա։ Նույնիսկ ամաչում եմ այդ բառը ասեմ, գրասենյակ, որտեղ ասենք թե իշխանությունը զավթած մարդը կարող է կարգել իր գործավարներին եւ այդ գործավարների միջոցով անել քայլեր, որոնք ընդհանրապես հավատքի, Աստծո, եկեղեցու հետ կապ չունեն։ Այսպես է տեղի ունենում, պետության քանդումը հենց այսպես է տեղի ունենում։ Սա է պետության իսկական քանդումը, սա է։ Ինքը քանդել է մեր բոլոր ինստիտուտները, որոնք կառուցվել էին 30 տարիների ընթացքում եւ ձեռնամուխ է եղել նաեւ եկեղեցու կազմաքանդմանը։ Սա է ապուշություն է մտածել, որ իր համար աղոթքը, պատարագը, հավատքը, եկեղեցին, Աստվածը ինչ որ արժեքներ ունեն, ոչ չունեն այդ արժեքները։